ես խոսեմ սահմանադրական դատարանի մինչև որոշումը չկա, Շոհա ջան, Դուք ինչ ակնկալիք ունեք սահմանադրական դատարանից, որ հիմա իմ ակնկալիքը ես իմ եզրափակիչ ելույթում մնացրել եմ վերջ։ ԲՀԿ-ն ասում է, որ այդ 3 ընտրատեղամասում պետք է վերաքվեարկություն իրականացվեր։ Հիմա կարող եք հստակ ասել, ինչու կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ խնդրահայրուց ընտրատեղամասերում չարեց վերաքվեարկությունը։ Հարգելի լրագրողներ, կրկնում եմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր տեսակետը ներկայացրել է թե բացատրություններով, թե նաև եզրափակիչ ելույթով։ Ամեն ինչ ներկայացված է եւ մնացածը չէ, Ժորժ ջան, ես կրկնում եմ, հարգելի լրագրողներ, կրկնում եմ, խոսենք սահմանադրական դատարանի որոշումից հետո։ Իմ հարցը այլ է, խնդրում եմ կլսեք, իմ հարցը այլ է։ Որոշումն է հայտնի լինելու։ Որոշումն է լինելու։ Հարգելի լրագրողներ, սահմանադրական դատարանի որոշումը կլինի եւ կտեսնենք ում փաստարկներն են ճիշտ, ում սխալ։ Մի այսպեսի այդ ընտրատեղամասերի քաղաքացիները, որոնք ընտրել են, իրենց ձայները հիմա ստացվում է, որ հարգելի լրագրողներ, կրկնում եմ, չէ, ձեր հարցը տրամաբանական է եւ ձեր հարցի մնացած բոլոր հարցերին սահմանադրական դատարանում տրվել է շատ տրամաբանական պատասխաններ եւ սահմանադրական դատարանի որոշումից հետո նոր մենք կասենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխաններ ճիշտ թե դիմումատուի դիմումը։ Հովակիմյան, ուղղակի նայեք, դուք ասում եք, որ այդ 3 ընտրատեղամասերի արդյունքները ես վերադառնամ իմ աշխատանքների ելքի վրա ազդեցություն չէին կարող ունենալ, բայց այդ 3 ընտրատեղամասերի արդյունքներով էր հենց, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ունենում էր հարգելի լրագրողներ, ոչ, հարգելի լրագրողներ, այդ 3 տեղամասերում որևէ քաղաքական ուժ, որևէ ձայն չունեցավ, քանի որ ըստ ընտրական օրենսգրքի 0 է, որովհետև այն խախտումները, որ արձանագրվել, ընտրական օրենսգիրքը ասում է, որ նման դեպքերում այդ տեղամասում միակ թիվը անճշտությունների թիվն է, որը որ հավասար է մասնակցության թվին։ Այսինքն որևէ մեկը չի կարող ասել, որ այդ տեղամասում որ քաղաքական ուժը որքան ձայն է ստացել։ Հենց սա ընտրական օրենսգիրքի պահանջն է, սա իմ ասածը չի, սա ընտրական օրենսգիրքով է արձանագրված եւ ինձ թույլ տվեք ես վերադառնամ իմ աշխատանքին, շնորհակալություն, կհանդիպենք սահմանադրական դատարանի